Ինքնասպանության փորձ անող տղամարդու եւ միայնակ տանտիրուհու մասին տրագիկոմեդիայի Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում Հայկ Հակոբյանի «Չմոտենաք ինձ տիկին» պիեսի բեմադրությունը ռեժիսոր Արմեն Դալաքյանի առաջին աշխատանքն է Գավառի թատերախմբի հետ, նաեւ առաջին քայլերն անող երիտասարդ դերասանների ներգրավմամբ։ Ի սկզբանե գործում, երբ որ գործը ուսումնասիրեցի, հիմնականում հերոսները երկուսն են, քանի որ մեր թատրոնը բավականին մեծ թատրոն է եւ ունենք բավականին դերասաններ, փորձեցի մի քիչ շեղվել պիեսից եւ ավելացնել կերպարներ, որտեղ ներգրավեցի թատրոնի հիմնական կազմին։ Հարիվանու կերպարն ինձ վստահել ռեժիսորը, ի սկզբանե շատ փոքրիկ դերեր, բայց հետո մենք տեսանք, որ հետաքրքիր է դառնում ու սկսեցինք զարգացնել, ավելացնել։ Թատրոնում իմ առաջին մեծ պրեմիերան է եւ վստահ եմ, որ այս ներկայացումը սիրվելու է հանդիսատեսի կողմից, քանի որ բեմում են իրենց գործի գիտակ ու վարպետ դերասաններ եւ ուրախ եմ, որ ունեմ որպես այս արվեստում առաջին քայլերն անող դերասան աշխատելու հենց այս արտիստների հետ, սովորելու շատ բան ունենք։ Պիեսի հերոսը տարբեր կանանց հետ ունեցած վտանգավոր եւ միաժամանակ զավեշտալի իրավիճակներից հոգնած որոշում է ինքնասպանություն գործել, սակայն այդ նպատակով միայնակ կնոջ տուն ներխուժելը դառնում է նախորդ պատմությունների շարունակությունը։ Դեկուն ինչու չեք զգուշացնում, որ դուք ապրում եք առաջին հարկում։ Կերպարը կամաց-կամաց դեռ բացվելու տեղ ունի, որովհետև աշխատանքի ընթացքում է ինքը կամաց-կամաց նոր գույներ բերում, հետաքրքիր դառնում։ Հիմա իհարկե կերպարը որոշ չափով արդեն ստացված է, փորձում ենք հանդիսատեսի դատին արժանացնել եւ նաեւ կհասկանանք արդեն հանդիսատեսի կապը դերասանի հետ եւ կսկսենք արդեն ավելի հետաքրքիր ու գեղեցիկ գույներ բերել։ Առաջնախաղը հանդիսատեսն ընդունում է ոգևորությամբ։ Կատակերգական այս ներկայացումն աշխատանքային օրվա ավարտին լիցքաթափվելու եւ բարձր տրամադրությամբ տուն վերադառնալու հնարավորություն է։ Շատ հետաքրքիր էր, թարմ էր, նոր էր, ինչպես ամեն անգամ, այս անգամ եւս հիացած ենք մեր թատրոնի ողջ անձնակազմի կողմից տարված աշխատանքով, անհամբերությամբ սպասում ենք գալիք ներկայացումներին։ Ամեն անգամ ինձ շատ ավելի հաճելի է դիտել կատակերգություն այս ժանրի մեջ, քանի որ կարծում եմ շատերի համար հաճելի է, քանի որ դա այսպես ասած հնարավորություն է կատարվել մի փոքր իրականությունից, թուլանալ եւ վայելել այդ ոճի մեջ ներկայացված որևիցե թատերական ստեղծագործություն եւ այս անգամ իսկապես մեծ բավականություն ստացանք, զվարճացանք։ Քալանթարցիների «Չմոտենաք ինձ տիկին» տրագիկոմեդիան ապրիլի 20-ին կներկայացվի նաեւ Վանաձորցի թատերասերներին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։